Հանգիստ մայրիկ, հանգիստ երեխա։ Դուք էլ եք լսել այս աբսուրդի մասին։ Ես շատ հանգիստ էի մինչև Արփի ծնվելը։ Արփին որ ծնվեց, առաջի 2 գիշերը, որ ես չքնեցի, դարձա շատ անհանգիստ։ Ես սկսեցի ոչ լսել, ոչ տեսնել ու միայն լսում էի իր բղավոցը, գոռոցը, սովածը, ուզում ա քնի։ Հետո մեծացավ, իհարկե ես եւս չդարձա հանգիստ, որովհետեւ մեր տունը սկսեց դառնալ անիավերակներ ամբողջ օրվա ընթացքում։ Խաղալիքները հավաքում ես, 2 րոպե հետո նույն տեղն է, գետնին։ Ես որոշել եմ մի ժամանակ չհավաքել խաղալիքները, բայց ոտքիս տակ այնքան խաղալիք մտավ, որ ես իմ առողջության համար որոշեցի ամեն դեպքում հավաքել խաղալիքները։ Ավելի անհանգիստ դարձա, երբ որ ես իրան ասում էի հավաքի հետևիցդ ու ինքը ասում էր. հոգնած եմ, այսինքն հոգնած ես, իսկ ես вообще հոգնած չեմ, գիտես, առավոտյան տները հավաքել եմ, մաքրել եմ, ճաշը էփել եմ, քո շորերը լվացել եմ, քեզ լողացրել եմ, ընդհանրապես մեջքս չի ցավում, բայց դու հոգնած ես, որ չես կարողանում քո հետևից խաղալիքները հավաքես, ես շատ հանգիստ մայրիկ եմ։ Իհարկե ես չեմ ջղայնանա քո վրա, ես ուղղակի կսպանեմ քեզ, եթե 2 րոպեից այդտեղ հավաքած չլինի։ Սա իմ պատասխանը, երբ որ ինքը չի լսում ինձ։ Բախտս բերել ա, որ Արփին ուտող ա, ու եթե ինքը հանկարծ մեփած ճաշերից գոնե մեկը չուտեր ու ես արդեն հիմա էլ մտածեի, վայ, իր օրգանիզմի հիմա վիտամին չի գնում, չի կարողանում նորմալ սնվի, ծինկի վինկի տրալի վայլի, ու ես այդ ժամանակ ընդհանրապես կգժվեի։ 5 է պակաս մնացել իմ հոգեբուժարան այցելելուն, դրա համար խնդրում եմ հոգեբուժարանում գտնող մայրիկներ իմ համար տեղ ազատեք, որովհետև շուտով ես էլ կմիանամ ձեզ։